ֆիզիկական անձանց համար, ովքեր ունեն առկա քարտեր թողարկված եւ առկա քարտերով իրականացնում են գնումներ, ծառայությունների կամ ապրանքների ձեռքբերման եւ միջոցառումը նախատեսում է նախորդ ամսվա կատարած գնումների 2%-ի չափով ու որոշակի սահմանափակումներ եւս կան, դրանց մասին եթե կարիք կլինի առանձին հարցերի միջոցով կպատասխանեմ, 2%-ի չափով հաջորդ ամսվա մինչև ամսվա 25-ը յետ վերադարձի մեխանիզմ, այսինքն փաստացի մարդկանց համար այն մարդկանց ֆիզիկական անձանց, ովքեր որ ունեն առկա քարտեր եւ առկա քարտերի միջոցով առկա վճարահաշվարկային համակարգում իրականացնում են գնումներ, ապրանքների եւ ծառայությունների ձեռքբերում 2% հետ վերադարձ է նախատեսում իրենց իրականացված գնումներից։ Սահմանափակումները վերաբերում են հետեւյալին, գործարքների գումարի սահմանափակումը սկսվում է 1000 դրամ եւ ավել գնման դեպքում, գործարքի դեպքում եւ մի գործարքի դեպքում առավելագույն յետ վերադարձի գումարը սահմանափակված է 6000 դրամով, իսկ մեկ ֆիզիկական անձի հաշվով ամսական հանրագումարային հետ վերադարձի համար սահմանային չափ է սահմանված 60000 դրամ։ Այսինքն 3 միլիոն դրամ գնման սահմանափակում է դրած, որի դեպքում 2%-ը կազմում է 60000 դրամ։ Որոշակի սահմանափակումներ կան նաև թե այն ծառայությունները, որոնք որ չեն մտնում այդ ձեռք բերվող ծառայությունների մեջ, որոնց համար հետ վերադարձ չի նախատեսված, ես կնշեմ, որոնք են այդ ծառայությունները, օրինակ տեղեկատվության, կապի եւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումներից հետ վերադարձ նախատեսված չէ, պետական եւ համայնքային բյուջեների օգտին կատարվող վճարումներից նույնպես նախատեսված չէ, կար բարձր ռիսկային վաճառակետերում կատարված գործարքները, դրանք են մեծահասակների համար նախատեսված բովանդակություն, ծանոթությունների կայքեր, հարթակներ, խաղատներ, խաղային ծառայություններ, թվային ֆայլերի պահեստավորում, հեռակա օգտագործման ծառայություններ, դրամապանակների, կրիպտոդրամապանակների եւ այլ կրիպտո ծառայություններ, ինչպես նաև ազարտային խաղերի եւ բարձր ռիսկային ֆինանսական առևտրային հարթակների, հեռախոսային մարքեթինգի ծառայություններ, ավտոմատ երկարաձգվող բաժանորդագրություններ, թանկարժեք քարերի եւ մետաղների առքու վաճառք, այս են խումբն է, որոնք որ ծառայությունները, որոնց ծառայությունների ձեռքբերման դեպքում հետ վերադարձ անկանխիկ եղանակով կատարված վճարումներից յետ վերադարձ նախատեսված չի, նաև դրանց մեջ են մտնում ֆինանսական կազմակերպությունների կողմից առաջարկող ֆինանսական ծառայությունների դիմաց ֆինանսական հաստատությունների օգտին գանձվող ցանկացած վճարները, դրանք նույնպես սահմանված են բացառությունների մեջ, ինչպես նաև օրինակ ֆինանսական ծառայություն, որևէ ֆինանսական կազմակերպության կողմից մատուցվող ծառայության դիմաց ձեր վճարումը անկանխիկ եղանակով չի առաջացնելու յետ վերադարձ։ Բանկային, օրինակ, որևէ գործարքի դիմաց ինչ-որ վճար կամ ինչ-որ բանկային այլ ծառայություն։ Ինչպես նաև առկա նվեր եւ մեկանգամյա օգտագործման քարտերով կատարված գործարքների համար։ Այսքանը Շատ լավ, մի ճշտում քարտերի հետ կապված սոցիալական ցանցերում այսպես թյուրըմբռնում կա համակարգին միացած թե հենց կոնկրետ առկա քարտերի մասին է խոսքը, այսինքն այն քաղաքացիները, որոնք ունեն վիզա, մաստեր քարտեր, դրանց չի վերաբերում, բացառապես քարտի վրա պետք է գրված լինի առկա քարտ։ Այո, այս պահին համակարգը, քանի որ այնպես է միջոցառումը նախատեսված, որ պետք է առկա քարտերով իրականացվի անկանխիկ գործարքը, բայց նախատեսած է հնարավորություն, որովհետև ներկայումս գործընթացներ են տեղի գնում, որով որ հնարավոր է թողարկվեն համատեղ քարտեր, co-badge կոչված անգլերեն տերմինաբանությամբ, այսինքն օրինակ master քարտը կարող է առկայի հետ ունենալ համատեղ թողարկած քարտ, եթե թողարկեն, ապա այդ քարտերով կատարված անկանխիկ գործարքների դեպքում եւս իրականացնելու է անկանխիկ գործարքներից յետ վերադարձ այն նախորդ մեխանիզմով, ինչը որ ես նշեցի։ Այս պահին փաստացի խոսքը միայն վերաբերվում է առկա քարտերով իրականացվող գործարքներին։ Իսկ մոտավոր պատկերացում ունենք, թե այս պայծությամբ քանի մարդ ունի առկա քարտին շահառուների մասն է խոսքը։
մոտավորապես պատկերացումը կա առկա քարտերի ունեցողների քանակի վերաբերյալ տվյալներ կան, այստեղ երկու տարանջատում պետքա ունենանք, կան առկա քարտ ունեցող ֆիզիկական անձինք եւ կա նաեւ տենց թիվ եւ կա ֆիզիկական անձանց թիվ, որովհետեւ հնարավոր է որ մեկ ֆիզիկական անձը մի քանի առկա քարտ ունենա, թիվը վերջին տվյալներով քարտերի թիվը 500,000-ի կարգի է, շուրջ 500,000 քարտերի թիվը։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ունեն վիզա կամ մաստեր քարտ, իրենք կարող են դրան զուգահեռ հիմա գնալ եւ նոր առկա քարտ վերցնել, եթե իրենց բանկը ունի առկա քարտ թողարկող։ Այո, կարող են ունենալ նաեւ առկա քարտ եւ առկա քարտով իրականացվող անկանխիկ գործարքների դեպքում այն մեխանիզմը, ինչը որ նախատեսված է միջոցառմամբ, կստանան հետ վերադարձ 2%-ի չափով նախորդ ամսվա կատարած ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարումներից։ Այդ դեպքում, եթե սահմանափակում չկա, ցանկացած անձ կարող է ձեռք բերել առկա քարտ եւ օգտվել այս հնարավորությունից։ Ինչով է պայմանավորված, որ վիզան եւ մաստերը չի ներառվել։ Տեխնիկական հարց է։ Հետևյալով է պայմանավորված, քանի որ երբ վերադարձ 2%-ի վճարումը իրականացվելու է 2%-ի 1%-ը վճարվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ 1%-ը վճարվելու է Armenian Card փակbaşնետիրական ընկերության միջոցների հաշվին եւ այնպես է համակարգը կառուցված, որ 1% իրենց կողմից, ընկերության կողմից եւ 1% պետական բյուջեի միջոցների հաշվին վճարման դեպքում այդ է պատճառը, որ առկա քարտերն են այս պահին ներգրավված ծրագրում։ Շատ լավ։ Իսկ թոշակառուների քարտերը հիմնականում առկա են, եւ ես ուսումնասիրեցի իմ շրջապատում կենսաթոշակ ստացող անձանց քարտեր, ամեն դեպքում կային քարտեր, որոնց վրա վիզա էր գրված։ Այսինքն դա ենթադրում է, որ կլինեն թոշակառուներ, որոնք չեն կարողանա, չէ, օգտվել, իրենց անհրաժեշտ կլինի առկա քարտ։ Ինչպես նշեցի, միջոցառումը աշխատում է առկա քարտերով քարտապանների ֆիզիկական անձանց դեպքում։ Մեր այն թոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում են առկա քարտերով, այդ քարտերով իրականացված անկանխիկ գնումներից յետ վերադարձի մեխանիզմը առաջարկող միջոցառումը իրենց վրա կտարածվի։ Այն թոշակառուները, որոնք որ իրենց թոշակը ստանում են վիզա կամ մաստեր քարտերով, իրենց վրա դա չի տարածվի։ Շատ լավ, մեր առցանց հարցերից հնչեցնեմ։ Հանրային ռադիոն է հարց ուղարկել, ընդհանուր կարծես քարտերի թվին էր վերաբերում, մենք նշեցինք 500,000 քարտ եւ 500,000 քարտի հետ կապված մենք ունենք մանրամասներ տվյալներ, թե ինչ շրջանառության մասին է խոսքը կամ քանի տոկոսն է ակտիվ, չգիտեմ, այդպիսի բան։ Նման ցուցանիշներ առկա են, բայց նման ցուցանիշներին ավելի ճիշտ կպատասխանի Կենտրոնական բանկի մեր գործընկերները, այս պահին ձեռքից տակ տեղեկատվությունը առկա չէ, կան նման ցուցանիշներ, թե ինչ շրջանառու միջոցներ են շրջանառվում առկա քարտերով, որոնք որ կան, շուրջ 500,000։ Շատ լավ, Գյուրգին Հանրային ռադիոից խնդրում են ճշտել, թե Հայաստանում առկա ընդհանուր քարտերի քանի տոկոսն է կազմում այս 500,000-ը։ Այսինքն առկա քարտերը ընդհանուր քարտերի մեջ քանի տոկոսն է կազմում։ Տոկոսը չեմ կարողանա ասել, քանի տոկոսն է կազմում, որովհետև հենց այդ նույն վիճակագրությամբ, որովհետև կարող է նույն մարդը ունենալ մի քանի քարտեր եւ մի քանի առկա քարտեր եւ մի քանի մաստեր կամ վիզա քարտեր եւ ընդհանուրի մեջ պետք է հասկանալ անձի հաշվով տոկոսն են հարցնում, թե հարցնում են ընդհանուր քարտերի մեջ ուղղակի քարտերի տոկոսը, որը որ կարծում եմ երկու տվյալն էլ պետք է լինի, որպեսզի օբյեկտիվ պատկեր ստացվի։ Շատ լավ, հաջորդ հարցը Arminfon է ուղարկել, արդյոք կան մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի վերահսկել, որպեսզի առկա քարտի սպասարկման գները կամ առկա քարտի գները, գումարները չբարձրացնեն։ Այդ հարցի հետ կապված կարող եմ պատասխանել, որ սույն միջոցառումը չի վերաբերվում գների կարգավորման հետ կապված եւ չի կարգավորում նման հարաբերություն, սույն միջոցառումը վերաբերվում է անկանխիկ եղանակով գնումներից յետ վճարին եւ կարծում եմ, որ գների հետ կապված հարցը առանձին քննարկման առարկա է, լավ կլինի, որ մեր Կենտրոնական բանկի գործընկերները այդ հարցին պատասխանեն։ Շատ լավ, մյուս հարցը արդյոք կխնդրեն հստակեցնել, թե on-line առևտուրը մտնելու այս cashback-ի ծրագրի մեջ, օրինակ
միջազգային marketplace-ները կամ տեղական խանութները, սուպերմարկետները կլինեն։ Ինչպես ես նշեցի, Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված կազմակերպություններից կատարվող գնումների վրա է տարածվում։ Եթե այն on-line մարքեթները, որոնք որ ունեն ռեզիդենտ ընկերություններ գրանցված եւ նրանց միջոցով է իրականացվում գործարքը, ապա այդ դեպքում ներառվելու է։